Բարյոս Էլիկո եղբայրան ջան, եկեք ամբողջացնենք հայտնություն 3-7-ից մինչև 13-ը, մենք անդրադառնում ենք արդեն 10 համարին։ Ինչի ենք անդրադառնում 10 համարին։ Ընդհանրապես 10 համարի հիմքի վրա է ստեղծվել աստվածաբանական տարբեր մոտեցումները։ Գոյություն ունի պոստտրեբուլյանիզմ, որը հավատում են, որ մեծ նեղության վերջում նոր կկատարվի հափշտակություն, կամ ընդհանուր առմամբ մեծ նեղության շրջանում ընթացքի մեջ մասամբ կվերծվեն նրանք, որոնք ապաշխարեն։ Չեմ ուզում ավելի խորհրդանք սրա մեջ, բայց պոստտրեբուլյանիզմը, որը առաջացել է այս 10 համարի մեկնաբանության վրա, հիմքի վրա, նրանք հավատում են, որ հափշտակությունը կատարվում է մեծ նեղության վերջում։ Եվ կա պրետրեբուլյանիզմ, որ հավատում են, որ անմիջապես մեծ նեղությունից կամ այդ աստծո բարկությունների թափվելուց, դա կլինի փողերի հնչելը, աստծո բարկության սկավառակների թափվելը եւ նաեւ մեծ նեղությունը միջանկյալ, անմիջապես դրանից առաջ վերցվում է եկեղեցին, այսինքն ազատվում է այդ ժամից։ Հիմա մենք պետք է տեսնենք ինչպիսի արգումենտներ են առաջ քաշում նրանք, այսինքն պոստտրեբուլյանիստները, որոնք հավատում են, որ հափշտակությունը կատարվում է մեծ նեղության ընթացքում կամ մեծ նեղության վերջում, եւ կտեսնենք իրականում պրետրեբուլյանիստները, որոնք հավատում են, որ մեծ նեղությունից անմիջապես առաջ։ Պետք է բերենք այս արգումենտները եւ հասկանանք։ Եկեք առաջինը մենք հիշենք ինչի մասին խոսեցինք։ Առաջինը մենք տեսանք 10 համարում, նորից եմ ասում, մեր շեշտը 10 համարի վրա, որտեղ այս համարի հիմքի վրա առաջանում տարբեր աստվածաբանական մոտեցումներ։ 10 համարի, եկեք ընթերցենք 10 համարը, որովհետև իմ համբերության խոսքը պահեցիր, ես էլ քեզ կպահեմ այն փորձության ժամիցը, որ գալու է այս աշխարհի վրա, որ փորձե երկրի երեսի վրա բնակվողներին։ Որտեղ իմ համբերության խոսքը պահեցի։ Մենք տեսանք համբերության խոսք բառը վերաբերվում է Քրիստոսի համբերության մասին քարոզված խոսքին եկեղեցիներին, որ եկեղեցին նրան հնազանդ է։ Հիշում եք, ես ասացի, որ հնազանդություն մեր նախորդ ձայնագրության մեջ չի նշանակում խոսքը լսել եւ խոսքին ամեն ասել։ Հնազանդություն նշանակում է այդ քարոզվածը քո կյանքում իրականացելը։ Հնազանդվել նշանակում է այն կիրառվել է քո կյանքում։ Հնազանդվելը սրա մասին է։ Հիմա առաջինը մենք տեսանք, որ այն Քրիստոսի համբերության մասին քարոզված խոսքն էր այս հավատացյալներին կիրառվել։ Ես այս հավատացյալների կյանքում այդ համբերության խոսքի պահելը, տերեզու պահել բառը ուղղակի արտադրում էր երկրորդ, կարելի ասել, Քրիստոսից ուղղված խոստում, ընդհանուր առմամբ նամակը քաջալերական եւ մխիթարական բնույթ ունի։ Այսինքն մենք տեսնում ենք սա միակ նամակն է, որտեղ Քրիստոս ուղղակի գովերքում է այս եկեղեցին, ունի գովասանք եւ չունի հանդիմանություն։ Գովասանքը անդրադառնում է նրան, որ նրանք հավատարիմ են Աստծո խոսքին, ընդհանրապես մենք անդրադառնում ենք դրան, տեսնում ենք սա, եւ ընդհանրապես հավատարիմ էին Քրիստոսի դավանության եւ հավատարիմ էին նաեւ պահել էին համբերության խոսքը, այսինքն նրանց կյանքում Քրիստոսի համբերությունը կիրառվել էր հավատացյալների կողմից այդ փորձությունների, դա կլինի սուտ վարդապետների կողմից, հрьяաների կողմից, կայսրության կողմից, հեթանոսների կողմից, ամեն դեպքում այս փորձության չարչարանքի շրջանում նրանք պահել էին համբերության խոսքը։ Եվ դրա համար նրանց խոստումն է գալի երկրորդ, այսինքն առաջի խոստումը կապված էր հрьяաների մի ժողովքի մասին, որին հեղինակը կոչում է սատանայի ժողովք են, նրանք հрьяաներ չեն, բայց ես այնպես կանեմ, որ նրանք կերկրպագեն, կգան կընկնեն քո ոտքեր եւ կճանաչեն, որ ես քեզ եմ ընտրել կամ ես սիրում եմ քեզ։ Այսինքն սա առաջի խոստումն էր եւ երկրորդ խոստումը, որ քանի որ դու պահեցիր, այսինքն քո կյանքում կիրառվեց իմ համբերությունը, ինչպես ես համբերեցի չարչարանքներին եւ դեպի մահ գնացի անարգ մահով փրկության համար, դու նույնպես այդ իմ խոսքը, այդ իմ անունը դավանելու, փրկության սկզբունքը դավանելու համար համբերեցիր այդ դժվարությունը մեջ, ես էլ քեզ կպահեմ։ Այսինքն երկրորդ խոստումը գալիս է արդեն նրանց կյանքում եղած կիրառականից, այսինքն նրանց որպես հավատացյալ, նրանց բնութագրից արտադրվում է այդ խոստումը Աստծո կողմից։ Սա կարևոր է։ Հիմա երկրորդ մենք անդրադարձանք, թե ինչ է նշանակում փորձության ժամ, եւ տեսանք այս փորձության ժամից բառը ի նկատի ունի դա մի յուրահատուկ ժամ է, որին տեղյակ էր ունկնդիրը, որի մասին քարոզվել էր նրա նախորդ այն ժամիցը, դա մի ժամանակահատված է, որը յուրահատուկ է առավել ապագայի շրջանում գալիք որպես, այսինքն դա մի ժամանակահատված չի, որ արդեն կա, այն մի ժամանակահատված է, որը դեռ նոր պիտի գա, սա կարևոր է։ Երկրորդ մենք տեսանք, որ այն ժամանակահատվածը, որը գալիս է փորձելու երկրի վրա բնակվողներին, այսինքն ոչ թե փորձում է հավատացյալներին, այլ երկրի վրա բնակվողներին, որտեղ մենք հետագա նաև արգումենտ տեսանք ովքեր են երկրի վրա բնակվողները։
Այս երկրի վրա բնակվողները մենք ուղղակի տեսանք, որ ասոցացվում է աշխարհի, այսինքն Աստծո դեմ ապստամբողների եւ Աստծուց հակառակ արժեքային համակարգում ապրողների եւ դրա հետ համաձայնվողների հետ մենք նայեցինք սա։ Այսինքն մեր նախորդ ձայնագրությունում մենք սա խոսել ենք եւ հիմա մենք ավելի կարեւոր 5-րդ արգումենտին կանդրադառնանք, որը ամենակարևորն է հանդիսանում, որի հիմքի վրա ավելի մղված եւ համոզվում են, որ սա առավել հափշտակությունը կատարվում է վերջում մեծ նեղության։ Եկեք անդրադառնանք սրան։ Մեր 5-րդ արգումենտը, որի վրա նորից ավելի խորանալու ենք, սա ես էլ քեզ կպահեմ, այսինքն առավել կլինի Տերեզո էկ սախրանյու օտ։ Սա ամենակարևորն է, բայց ինչ որպեսի մեր այս արգումենտ ավելի ամբողջական լինի, եկեք հիշենք, որ նաև այդ մեծ նեղության արգումենտի մեջ այդ ժամից հասկացողության մեջ կարևորագույն շեշտ կա նաև, որ այն անպայման գալու է, այսինքն այնպեսի մի բան չի, որ այն կարա չգա։ Այդ բարկությունը անպայման գալու է, անխուսափելի է նրա գալը եւ մենք անդրադարձանք նաեւ ընդհանուր առմամբ ընդհանուր փորձություն, այդ ինչ փորձության մասին է խոսքը։ Հիշում եք, մենք ասենք, որ կա այդ նույն հիմքի վրա երկու բառ, կա գայթակղեցնել կամ սատանայից որպես փորձություն, չարի փորձություն եւ կա Աստծո փորձություն, որը ստուգարքի սկզբունքով է։ Կա իսպիտանիե, от Бога եւ կա искушение от дьявола։ Այսինքն կա գայթակղել եւ հրապուրել սատանայի կողմից փորձություն բառը, տեսեք հայերեն թարգմանված է փորձել, փորձիչը, բայց մենք հասկանում ենք, որ կա փորձություն, որը գալիս է Աստծուց, այսինքն ստուգարքի ենթարկելու փորձելու հավատքը։ Մենք վերցրեցինք Ղուկաս 8:13-ը եւ տեսանք, որ կա մի հավատք, որը կարծես թե սկզբից, այսինքն այդ ցանվածողը հիշում եք, կա կարծես թե այն թվում է իրական հավատք, բայց փորձության կամ ստուգարքի ժամանակ նոր բացահայտվում է նրա իրական կամ կեղծ լինելը, ինչպես ոսկին եւ առաքյալները այս սկզբունքը շատ են օգտագործում, ինչպես հալոցի մեջ փորձում է ոսկին, փորձվել հասկացողությունը այստեղ բացահայտվել է նշանակում, այսինքն հայտնվել է նշանակում, ծածկված է հայտնվել։ Այսինքն տեսեք, երբ որ գալիս է փորձությունը ուղղակի ցույց է տալիս, որքան քանակ կա նրա մեջ ոսկի եւ որքան քանակ այլ մետաղներ։ Այդ հալոցքը, որը փորձություն է, կրակով փորձելը, ցույց է տալի, որքանով այն իրականում ոսկի եւ ոչ թե այլ մետաղ։ Հիմա նույնպես այս սկզբունքի մեջ մենք տեսանք, որ այս բառը, որ օգտագործված է, առավել փորձություն բառն է, ոչ թե գայթակղել աշխարհի բնակվողներին, այլ նրանց վրա գալիս է Աստծո բարկությունը փորձելու կամ բացահայտելու, ինչքան մեծ է նրանց ապստամբության չափը Աստծո առումով։ Այսինքն Աստծո բարկության գալը ուղղակի բացահայտում է նրանց ապստամբության չափանիշը։ Նրանց ապստամբությունը, այն ցույց է տալիս, որ իրականում նրանք ապստամբել են եւ նրանք չեն ապաշխարում այդ շրջանում եւ մասամբ բացառապես Իսրայելի շնորհքի ընտրության պես մնացորդի եւ նրանց հետ միացող որոշ հեթանոսների այդ մեծ նեղության շրջանում։ Հիմա մենք կանդրադառնանք սրան ավելի։ Ուրեմն մենք նայեցինք այս արգումենտները, մենք տեսանք, որ նաև ովքեր են երկրի վրա բնակվողներ, հիշում եք, մենք անդրադարձանք նաև այս հատվածին, երկրի վրա բնակվողներ բառը ես կատարգյոնտես էպիտեսկես, որը նշանակում է երկրի վրա բնակվողներ, եւ մենք տեսանք, որ սա բանալի բառ է, այսինքն 10 անգամ մեր հատվածում 4-ից մինչև 16 գլուխներում առաքյալը սա օգտագործում է եւ ամեն անգամ, երբ որ մենք սրա նկարագրությունը տեսնում ենք, այն վերաբերվում է աշխարհի արժեքային համակարգին, Աստծո դեմ ապստամբողներին, հակաքրիստոսին երկրպագողներին եւ առավել սուրբերին եւ Քրիստոսին հավատարիմ լինողներին սպանողների որպես նկարագիր։ Ամեն դեպքում մենք սա տեսանք, ովքեր են նաեւ երկրի վրա բնակվողներ բառը մեր հատվածի մեջ։ Հիմա եկեք ավելի անդրադառնանք մյուս հատվածին, ինչպես ասացի, կարևորագույն արգումենտի, ընդհանուր մեր 5-րդը այն կլինի սախրանի օդ կամ ավելի Տերեզո էկ։ Տեսեք, Տերեզո բառը պահպանել բառը խնդիր չունի, բայց քանի որ նրան միանում է այս վերջնական հատվածը սախրանի օդ, Տերեզո էկ, այս էկ բառի վրա հավատացյալների այս աստվածաբանական տարբեր մոտեցում ունեցող խմբերն են, ավելի սրա վրա են ավելի շեշտեն։ Եկեք անդրադառնանք։ Եվ ես կփորձեմ հիմա ցույց տամ, թե նրանք, որոնք հավատում են, որ հափշտակությունը կատարվում է կամ պոստտրեբուլյուցիանիզմ, հափշտակությունը կատարվում է մեծ նեղության վերջում, ինչ արգումենտներ են քաշում։ Եվ նրանց ես կբերեմ ամենակարևոր
ըստ նրանց ծանր արգումենտները, առաջին դա Հովանու 17-15 համարն է, եւ նաեւ մեր հայտնության հենց գրքի 7-14 համարը, ես կփորձեմ ցույց տամ որքանով նրանց վերած այդ արգումենտները ծանր։ Հիշում եք ես ասացի, որ արգումենտները որոշում են քաշով, ոչ թե քանակով, այլ քաշով, որքանով են նրանց արգումենտները ծանր։ Եվ ես ցույց կտամ ինչքանով է նրանց արգումենտը ծանր եւ թեթև։ Եկեք անդրադառնանք հիմա առաջինը։ Ուրեմն կարևոր է մենք տեսնենք տերեզո։ Ինչ է նշանակում տերեզո բառը։ Այն նշանակում է պահել, պահպանել, նրան բովանդակ նշանակություններ եմ ես իմ ասում։ Պահպանել, պահել, հոգ տանել, պահել հսկելու առումով, հսկել նաև շատ հաճախ, ազատել եւ առավել նաև կատարել բառը նշանակում տերեզո տարբեր եւ մենք գիտենք որ ընդհանուր առմամբ հին հունարում կոյնել լեզվի մեջ ամեն մի բառ ունի շատ նշանակություններ, բայց մեզ ավելի ճիշտ ցույց է տալի թե որ նշանակությունն է օգտագործվում համատեքստում ենք տեսնում ինչի մասին է խոսքը։ Օրինակ մեր հատվածում խոսքը գնում է պահելու սախրանյու օդ, այսինքն որովհետև նա ասում է դու իմ համբերության խոսքը պահեցիր, ես էլ քեզ կպահեմ այն փորձության ժամից։ Հիմա եկեք անդրադառնանք սրան, ինչ արգումենտներ են բերում նրանք այս սկզբունքի մեջ, որտեվ նրանք ասում են, որ այստեղ խոսքը չի գնում, որ այդ ժամից կպահի, այսինքն այդ ժամի ընթացքում կպահի, ոչ թե չարչարանք մտնելուց կվերցնի, չի թողա որ մտնեք չարչարանք, այլ չարչարանքի մեջ ձեզ կպահի։ Սրանք այս մոտեցումները պոստ տրեբուլյանիստները հավատում են, որ եկեղեցին կմտնի մեծ նեղություն, բայց սակայն մեծ նեղության մեջ Տերը նրանց կպահի։ Եվ ինչ արգումենտ են քաշում։ Առաջինը Հովանու 17-15 համար, եկեք անդրադառնանք սրան։ Հովանու 17-15-ում այն Քրիստոսի քահանայապետական աղոթքն է, որտեղ Քրիստոսը աղաչում է իր աշակերտների համար, կոնկրետ այն 12 կամ 11 աշակերտների համար, որպեսզի Աստված նրանց պահի չարից։ Եվ նույն տերեզոեկ բառակապակցությունը կա, այսինքն այդ հասկացողությունը կա, բայց մենք պետք է նայենք որքանով այդ արգումենտը համահունչ մեր ներդաշնակ, մեր հայտնություն 3:10-ի հետ, տեսեք։ Ես չեմ աղաչում, որ աշխարհից վեր առնես նրանց, տեսնում եք, չեմ աղաչում, որ աշխարհից վերցնես նրանց, այլ որ նրանց պահես չարիցը։ Պահես չարիցը, տերեզոեկ պահես չարիցը։ Հիմա տեսեք, որքանով էլ որ այս բառը օգտագործված է, մենք տեսնում ենք, որ կա տարբերություն ընդհանուր առմամբ համատեքստերի միջև, բայց ես ուզում եմ հիմա անդրադառնալ երկրորդ հատվածը, երկրորդ արգումենտին։ Առաջինը սա է բերում, ասում են, տեսեք, այստեղ Քրիստոսը ասում է, որ ես աշխարհից չեմ ասում, որ վերցնես նրանց, այսինքն Քրիստոսը չի ասում, որ եկեղեցին վերցվի, բայց այստեղ կարևոր սկզբունք կա, մենք պետք է հասկանանք, որ եկեղեցուն վերցվելու մասին ակնարկ կա։ Ասում չեմ աղաչում, որ հիմա նրանց վերցնես, այլ նրանց հիմա պահի չարից։ Այսինքն նույնիսկ այս ակնարկն ենք տեսնում, եւ երկրորդ արգումենտը հայտնություն 7:14 եկեք անդրադառնանք սրան։ Եվ ես ասեցի նրան, այստեղ արդեն Հովանեսը հարց է տալի, ովքեր են սրանք, որոնք մորթված են։ Եվ ես ասեցի նրան, Տեր, դու գիտես, եւ նա էլ ինձ ասեց, սրանք են, որ գալիս են այն մեծ նեղությունից եւ իրենց հանդերձները լվացին եւ սպիտակեցրին գարի արյունով։ Եվ այս արգումենտը բերողներն ասում են, տեսեք, այստեղ կա մեծ նեղությունից եկող հավատացյալներ եւ մեծ նեղությունից գալիս է եկեղեցին, բայց կարևոր սկզբունքը։ Հիմա մենք կանադանանք որքանով այս արգումենտները ճիշտ համատեքստի մեջ։ Ես կընթերցեմ 13-ից նորից, որպեսզի 14 ավելի լավ տեսնեք։ Եվ երեսներից մեկը պատասխանելով ասեցին. սրանք, որ սպիտակ հանդերձներ են հագել, ով են եւ կամ որտեղից են եկել։ Ուշադիր նայեք, որտեղից են եկել, կա ընթացք։ Մեր հատվածի մեջ ընթացք չկա, կա պահել, այստեղ կա ընթացք։ Եվ ես ասեցի նրան, Տեր, դու գիտես, եւ նա ինձ ասեց, սրանք են, որ գալիս են, ընթացք։ Իսկ սրանք են, որ գալիս են այն մեծ նեղությունիցը եւ իրենց հանդերձները լվացին եւ սպիտակեցրին գարի արյունով։ Սրանք են, որ այդ մեծ նեղության մեջ լվացին եւ սպիտակեցրին։ Ոչ թե նախորոք մեծ նեղություն մտնելուց առաջ սպիտակեցրած եւ լվացված էին, այլ մեծ նեղության մեջ լվացին եւ սպիտակեցին։ Սա շատ կարևոր է։ Հիմա եկեք անդրադառնանք Հովանու ավետարանի արգումենտին, տեսնենք որքանով այն ծանր եւ որքանով է թեթև եւ անդրադառնանք նաեւ այս հատվածին։ Նորից ընթերցենք Հովանու 17:15։ Ես չեմ աղաչում, բայց եկեք մի քիչ վերևից, որպեսզի ավելի շահկապ տեսնենք։ Եվ քո խոսքը նրանց տվի եւ աշխարհը նրանց ատեց, աշխարհը ատեց, շատ եղեք կարևոր սկզբունք, որտեղ աշխարհիցը չեն, ինչպես ես էլ աշխարհիցը չեմ, ես չեմ աղաչում, որ աշխարհից վեր առնես նրանց, այլ որ նրանց պահես չարից։
Որքանով էլ որ քերականորեն օգտագործված է տերեզոեկ այս հատվածում, կա խնդիր, եւ ես այդ խնդիրը ցույց կտամ։ 3 կարևոր խնդիր կա, որ հարվածում է նրանց արգումենտի քաշին եւ այն ամբողջական թեթևացնում է։ Այսինքն արգումենտը մեր համատեքստի հետ համահունչ չի, հայտնության 3 նրանք վերցնում ասում են տեսեք, այստեղ խոսքը չի գնում, որ մեծ նեղությունից կամ չարչարանքից կազատվի, այլ չարչարանքի մեջ կպահի Աստված։ Չէ՞ որ Քրիստոսը իր աշակերտների համար աղոթում ասում նրանց չեմ ասում աշխարհից վերցրես, այլ պահես։ Եվ այս արգումենտի հիման վրա նրանք ասում են, որ նաև եկեղեցին կմտնի մեծ նեղություն, մեծ նեղության վերջում կհափշտակվի։ Այսինքն կանցնի այդ չարչարանքի միջով Տերը նրանց կպահի։ Հիմա եկեք անդրադառնանք, որքանով որ այդ տերեզոեկ բառը կիրառվում այս հատվածում, սակայն կա համատեքստերի տարբերություն։ Որն է այդ համատեքստերի տարբերությունը։ Առաջինը, տեսեք, այն որ մեր հատվածում փորձության ժամը չարչարանքը դեռ գալիք է։ Այս հատվածում չարչարանքը արդեն ներկա է։ Այսինքն որտեղ կարդում ենք, բայց հիմա քեզ մոտ տեսեք, մենք կարդում ենք ընդհանուր 14 համարը։ Եվ քո խոսքը նրանց տվի եւ աշխարհը նրանց ատեց, որովհետեւ աշխարհից չեն, ինչպես ես էլ աշխարհից չեմ։ Ինչպես Քրիստոսին էին ներկա ժամանակ ատում, այնպես աշակերտները, որոնք հետևեցին Քրիստոսին, սկսեցին ներկա ժամանակում ատվել աշխարհից։ Հիմա, այսինքն այստեղ խնդիրը նա է, որ ներկայում է նրանց այդ չարչարանքը։ Քրիստոսը որ խոսում, ասում է պահի չարից, արդեն չարից, կոնկրետ եղած չարից։ Բայց մեր հատվածում հայտնություն 3:10 գալիք չարության մասին է եւ այն չարություն չի փորձությունն է։ Երկրորդ, այստեղ խոսքը վերաբերվում է աշխարհի սատանայի կողմից չարչարանքի մասին, այսինքն այստեղ խոսքը չի վերաբերվում Աստծո բարկության, փորձության մասին, այլ սատանայի գայթակղությունից, սատանայի չարչարանքից կամ չարից պահելու մասին։ Մեր հատվածում խոսքը վերաբերվում է Աստծո բարկության թափվելու, Աստծո փորձության մասին։ Տարբերություն կա։ Մեկը Աստծո փորձության մասին է խոսքը, մյուսը սատանայի փորձությունից, չարից։ Մյուս առավել կարևորը, որը նույնպես, այսինքն այս երկու արգումենտները թեթևացնում են նրանց։ Առաջինը համատեքստի տարբերությունը ո՞րն էր։ Առաջինը, որ այս չարչարանքը արդեն աշակերտների կյանքում ներկա է, իսկ այն չարչարանքի մասին կամ այն փորձության ժամի մասին, որ խոսում է հայտնություն 3:10, այն դեռ գալիք է։ Մյուսը, այս չարչարանքը գալիս է սատանայից, արդեն ներկա աշակերտների վրա աշխարհի կողմից, մեր հատվածում Աստծո փորձությունն է գալի երկրի վրա թափվելու եւ փորձելու երկրի վրա բնակվողների։ Եվ մյուս կարևոր արգումենտը, որը նույնպես կարևոր թեթևացնում է, այս հատվածում խոսքը գնում է հոգևոր առումով սատանայի չարից որպես գայթակղություն, հոգևոր գայթակղության մասին։ Մեր հատվածում խոսքը գնում է նյութական Աստծո բարկությունը թափվելու, դա կլինի ջրերի վարակումը, դա կլինի մահատարաժումը, մարեխների հայտնությունը, դա կլինի երկրի վրա կամ ջրերի վրա ընկնող աստղերը, այսինքն մահատարաժամներ, ամեն դեպքում մենք տեսնում ենք, որ այն ֆիզիկական, նյութական Աստծո կողմից պատիժն է։ Այստեղ սատանայի կողմից հոգևոր առումով գայթակղության մասին է խոսքը։ Այս 3 արգումենտները ուղղակի ջախջախում են այն արգումենտը, որ պոստտրիբուլյացիոնիստները առաջ են քաշում, որի հիմքի վրա հավատում են, որ հափշտակությունը կլինի մեծ նեղության վերջում, այսինքն եկեղեցին կմտնի մեծ նեղություն եւ Տերը նրանց կպահի։ Ոչ, այն ուղղակի համատեքստերի տարբերություն կա։ Առաջինը, այստեղ խոսքը գնում է նյութական, այստեղ խոսքը գնում է հոգևոր դժվարության գայթակղության մասին սատանայի կողմից եւ ներկա ժամանակում, իսկ այնտեղ խոսքը գնում է ապագա Աստծո կողմից եկած փորձության կամ ստուգարքի մասին եւ նաեւ նյութական փորձության մասին։ Այս 3 տարբերությունները ուղղակի ջախջախում են։ Հիմա եկեք անդրադառնանք մյուս արգումենտին, որ նրանք առաջ են քաշում հայտնություն 7:14-ում։ Ուրեմն մեր հատվածը, որ մենք տեսանք, այս 3 կարևոր, այսինքն ապագա եկեղեցու ապագա եկեղեցուն ապագա փորձության մասին խոսքը, սակայն այս հատվածում այն ներկա արդեն չարչարանքն է, մյուսը Աստծո փորձություն, մյուսը չարի սատանայի փորձություն, մյուսը նյութական եւ ոչ հոգեվոր գայթակղություն։ Այս ամենը ուղղակի ցույց է տալի, որ եկեղեցին կարա փորձության մեջ Աստծո շնորհքով պահպանվի չարից, բայց այն փորձության ժամը, որ պիտի գա երկրի վրա փորձելու բնակիչներին, հիշեք, որ այդ փորձության ժամի մասին մենք խոսեցինք, որ այն անպայման պիտի գա։ Այսինքն Աստված այդ փորձության ժամը չի պահում
հավատացյալների վրա թափվելուց։ Եթե մեկը մտնի այդ փորձության մեջ, այդ նյութական արհավիրքները թափվելու է նաև նրա վրա։ Դրա համար այստեղ կարևոր է մենք հասկանանք, որ արդեն իսկ մխիթարության առումով, երբ որ Քրիստոսը խոսում է որպես մխիթարական խոստում Ֆիլադելֆիայի եկեղեցուն, ինքն ասում է դու չարչարանքների մեջ դիմացար, ես էլ քեզ կպահեմ, որ չմտնես այդ չարչարանքի մեջ։ Իսկն մի քիչ ճիշտ չի լինի մխիթարության առումով հասկանալ, եթե Քրիստոսն ասեր, գիտես ինչ, դու հիմա համբերեցիր այս չարչարանքին, բայց ավելի մեծ չարչարանքի մեջ եմ քեզ մցնելու եւ այնտեղ քեզ պահեմ։ Դրա մասին չի խոսքը, ընդհակառակը, քանի որ դու սրան դիմացար, արտահայտվեց քո կյանքում իմ համբերությունը փորձության մեջ, ես քեզ թույլ չեմ տա, որ դու մտնես, ես քեզ կպահեմ այդ ժամից։ Հիմա ամեն դեպքում, եկեք անդրադառնանք նաեւ երկրորդին, Հայտնություն 7:14-ը։ Եվ Հայտնություն 7:14-ը նրանք արգումենտը առաջ են քաշում, ասում են, տեսեք, այստեղ նույնպես կա, որ հավատացյալները կամ եկեղեցին գալիս է մեծ նեղությունից, բայց ուշադիր եղեք։ Շատ կարևոր մի բան, որը նույնպես ջախջախում է այս արգումենտը։ Մեր պարագայում Հայտնության 3:10 հատվածում մենք տեսնում ենք, որ եկեղեցին արդեն սպիտակ հանդերձներ ունի, արդեն ապաշխարած եւ վերստին ծնված են եւ նույնիսկ նրանց կյանքում կիրառվում է Քրիստոսի համբերությունը փորձությունների մեջ։ Իսկ նրանք արդեն ապաշխարած եւ Աստծո զավակներ են։ Այս հատվածում նրանք այդ նեղության մեջ են դառնում Աստծո զավակներ։ Նրանք տարբեր համատեքստեր են նույնպես։ Այսինքն, եւ ես ասին աստեր դու գիտես եւ նա ինձ ասեց սրանք են, որ գալիս են այլ մեծ նեղությունից եւ իրենց հանդերձները լվացին եւ սպիտակեցրին գարի արյունովը։ Հիմա տեսեք, մեր հատվածում, մեր տերեզոեկ բառի մեջ գոյություն չունի ընթացք, այն գոյություն ընթացքից պահել։ Այս հատվածում մենք ուղղակի տեսնում ենք ընթացքից այն եկողներ, դրա համար տարբեր համատեքստեր, այսինքն այս արգումենտը, որը առաջ են քաշում պոստտրեբուլյուցիոնիստները, որպեսզի ապացուցեն, որ եկեղեցին մտնում է մեծ նեղություն եւ հափշտակությունը կատարվում մեծ նեղության վերջում, ուղղակի այդ արգումենտները շատ թեթև են։ Այսինքն նրանց համատեքստները միգուցե բառը օգտագործվում է առաջի պարագայում էկ տերեզոեկ Հովանու 17-15-ում, այստեղ նույնպես չկա այդ բառը, բայց մենք տեսնում ենք, որ համատեքստերի տարբերություն կա։ Միտեղ փորձությունը գալիս է սատանայից, մեր պարագայում Աստծուց, որպես տուգարք թափվելու, որպես Աստծո բարկություն, միտեղ այն նյութական բարկություն է թափվելու, մյուստեղ այն հոգևոր առումով գայթակղություն է, մեր մյուս հատվածում այն ապագա գալիք է, այս Հովանու ավետարանում այն արդեն ներկա չարչարանքը հավատացյալների կյանքում դրանից է պահում։ Այսինքն այս արգումենտների տարբերություն, մեկ այլ հատվածում նրանք ապաշխարում են մեծ նեղության մեջ, մեկ այլ հատվածում նրանք արդեն ապաշխարած են եւ պահվում են այդ բարկությունը չմտնելու համար։ Սրանք տարբեր արգումենտներ են եւ ուղղակի ջնջում են այս պոստտրեբուլյուցիոնիստների բերած արգումենտները։ Մեկ այլ սկզբունք նայենք։ Սրանք կարևոր է, որ մենք այս արգումենտները տեսնենք։ Տեսեք, նույնիսկ Ղուկաս 8:13-ում, եթե արգումենտ վերցնենք, այստեղ խոսքը չի գնում փորձության ժամից, այլ փորձության ժամանակ է հայտնվում նրանց հավատքի կեղծ լինելը։ Տեսեք, մենք չենք կարդում փորձության ժամանակ, այլ մենք մեր հատվածում կարդում ենք փորձության ժամիցը, որ գալու է երկրի վրա բնակվողներին փորձելու։ Սրանք կարևոր են, ապառաժի վրայիները նրանք են, որ երբ որ կլսեն խոսքը ուրախությունով ընդունում են, սակայն սրանք արմատ չունեն, մի առժամանակ հավատում են, բայց փորձության ժամանակին հեռանում են։ Մեր հատվածում փորձության ժամից է ազատում, ոչ թե ժամանակ։ Այսինքն սա ոչ թե փորձության ժամում կպահի, այլ փորձության ժամից կպահի։ Սա կարևոր արգումենտ է, որ հասկանանք։ Տեսեք, որպեսզի ավելի ամբողջանա այս 5 արգումենտները մեզ ուղղակի այս մեր հատվածի մեջ, երբ որ մենք անդրադառնում ենք 3-10 հատվածին, 3-10 հատվածը մեզ ուղղակի ցույց է տալի կարևոր սկզբունք, որ այն պրետերեբուլյանիստներն են, այսինքն առավել մեծ նեղությունից առաջ հափշտակություն, որովհետև տեսեք, մենք լավ հասկանում ենք, որ խոսքը, այսինքն Հայտնություն 3:7-13-ը այն քաջալերական եւ գովասանքի խոսքերն են Քրիստոսի, եւ այդ խոստումները քաջալերանքի եւ մխիթարության օղակներում են հնչում։ Ես էլ քեզ կպահեմ։ Այսինքն մի քիչ սխալ կլինի ասել, որ Քրիստոս ուղղակի նրանց ասում է, դե գիտես ինչ, դու հիմա համբերեցիր, պահեցիր, բայց գալիս է մի ավելի մեծ նեղություն, որի մեջ ես քեզ կմցնեմ, բայց այնտեղ քեզ կպահեմ։ Դրա համար մխիթարական սկզբունքը ջնջվում է։
այլ մխիթարական կլինի նա, որ քանի որ դու սա պահեցիր, ես տեսնում եմ քո կյանքում հնազանդություն այդ համբերության կիրառումը, ես թույլ չեմ տա, որ դու մտնես այդ իմ բարկության տակ։ Եվ իմիջիայլոց մենք մի քանի անգամ շեշտեցինք, որ այդ բարկությունը չի գալի հավատացյալների համար։ Այդ բարկությունը պահպանված է երկրի վրա ապստամբողներին, այսինքն այդ բարկությունը գալիս է նրանց վրա, չնայած որ այդ շրջանը եւ ինչպես ես շեշտեցի, որ սա 5 կտակարանի մարգարեության հետ է կապված, որովհետեւ 5 կտակարանում մենք տեսնում Իսրայելի կյանքում մեծ նեղության մեջ ապաշխարությունը, շնորհքի ընտրության պես մնացորդը մեծ նեղության շրջանում։ Տեսեք, կարևոր սկզբունք Իսրայելի ապաշխարությունը եւ եկեղեցու ապաշխարությունը սկզբունքորեն որպես Աստծո ժողովուրդ, որպես Աստծո զավակ ամբողջական նույնն է։ Այսինքն մենք էլ Աստծո զավակներ ենք, Իսրայելը էլ Աստծո զավակ, բայց նրանց ֆունկցիոնալ դերը փրկության առումով, ժամանակահատվածի, Աստծո ծրագրի ժամանակահատվածի առումով տարբեր է։ Տեսեք, 5 կտակարանում իսրայելացիները Աստծո ժողովուրդ են համարվում, հեթանոսները ոչ, բայց հեթանոսներից, որոնք ուզում էին դառնային Աստծո ժողովուրդ, միանում էին Իսրայելին։ Այս հատվածի մեջ նույնպես պիտի լինի այդպես, այսինքն նրանք, որոնք միանալու են Աստծուն Իսրայելի միջոցով, քանի որ Իսրայելին այդ մեծ նեղության մեջ այդ ժամանակահատվածը տված է, եւ հիշեք, որ նաեւ 5 կտականում կար տաճարը եւ այդ մեծ նեղության մեջ տաճարը վերականգնվելու է, այսինքն Իսրայելի ապաշխարությունը սերտ կապված է տաճարի հետ, Աստծո ներկայության հետ, սերտ կապված, օրինակ մենք հեթանոսներս, որոնք ապաշխարել են, այսինքն եկեղեցու դիսպենսացիան, մենք տաճարի հետ կապ չունենք մեր ապաշխարությունը, մենք անմիջապես Հիսուս Քրիստոսով միացել ենք Աստծո ժողովրդին, հավատալով Քրիստոսին, իսկ իսրայելացին տաճարի որոշ լվացումներ կար, որ կատարում էր, եւ այս հայտնության գրքում նույնպես տեսնում ենք տաճարի կառուցումը, Գավիթը 42 ամիս պիտի, այսինքն տրորվի հեթանոսների հակաքրիստոսի կողմից, նրա ժողովրդի կողմից, այսինքն տեսնում ենք վերականգնում է 5 դամար, ես հիշում եք շեշտեցի, որ ընդհանուր առմամբ, եթե 5 կտականի մարգարեությունները մենք չենք ուսումնասիրել, դժվար է հասկանանք հայտնության գիրքը, որտեղ այն Իսրայելի ժամանակահատվածն է։ Եվ մեծ նեղությունից եկողները նրանք են, որոնք այդ նեղության մեջ են գարի արյունով մաքրվում։ Այսինքն չի կարելի համեմատել։ Ուրեմն շատ կարևոր է, որ մենք սա տեսնենք։ Ուրեմն տեսեք, մեր հենց փոքր հատվածի մեջ արդեն իսկ տեսանք այս տարբերությունները։ Ուրեմն տեսեք, եկեք անդրադառնանք եւ ամբողջացնենք, որպեսզի հասկանանք։ Հայտնություն 3:10, երբ որ մենք ընթերցում ենք Հայտնություն 3:10 ուղղակի տեսնում ենք ամբողջական ազատում։ Տեսեք բառը հենց արդեն ինքը շեշտում է, որովհետև իմ համբերության խոսքը պահեցիր, ես էլ քեզ կպահեմ այն փորձության ժամիցը։ Արդեն իսկ մենք տեսնում ենք, որ այդ փորձության ժամիցը հանդիսանում է խոստում փորձության ժամից պահելու, մանավանդ այն եկեղեցուն, որ արդեն նեղության մեջ է։ Բայց այստեղ հակաթեզիս կա կոնկրետ նրանց ներկա նեղությունը Քրիստոսի անվան համար եւ կա Աստծո բարկության նեղությունը, որ պիտի գա երկրի վրա ոչ Աստծո ժողովրդի վրա։ Այսինքն տեսնում եք մխիթարության սկզբունքը աշխատում է միայն այն ժամանակ, երբ որ Աստված պահում է այդ բարկությունից իր եկեղեցին, ոչ թե թողում է մտնի այդ բարկության մեջ։ Ուշադիր նայեք, կարևոր է սկզբունքը, սա շատ կարևոր է։ Կա եկեղեցի, որը արդեն Քրիստոսի անվան համար նեղության մեջ է։ Աստված նրան պահում է երկրի վրա եկող բնակիչների փորձությունից, նեղությունից։ Չի թողում մտնի այդ նեղություն, որտեղ սա իր անվան համար արդեն նեղություն կրում է։ Ոչ չէ լինի մխիթարական խոսք, որ նորից մտցնում է աշխարհի նեղության մեջ։ Պահում է այդ նեղությունից, եւ սա կլիներ մխիթարական խոսքը։ Այսինքն սա բնականորեն, երբ որ մենք մեր հատվածը նայում ենք, ուղակի բնականորեն առավել ժամից պահելն է հանդիսանում մխիթարություն, ոչ թե ժամի մեջ մցնելը եւ այդ փորձության մեջ պահելը, այլ փորձությունից պահելը կարդում ենք ժամիցը, չի ասում ժամում կպահեմ, այդ ժամիցը կպահեմ։ Երկրորդ կարևոր սկզբունք պետք է հասկանանք, որ ընդհանուր 4-ից 16 գլուխներում խոսքը գնում է արդեն Այսինքն եթե 3:10 մենք տեսնում ենք, որ խոստում կա պահելու եկեղեցուն, արդեն 4-րդ գլխից մինչև 16-ը տեսնում ենք ինչպիսի բարկություն է թափվում երկրի վրա։ Այսինքն այստեղ հասկանում եք, որ այդ բարկության սկզբունքը ուղղակի երկրի վրա բնակվող ապստամբ ժողովրդի համար է, ոչ թե եկեղեցու, ոչ թե Աստծո ժողովրդի, չնայած որ նորից շեշտում եմ, որ այդ շրջանում Իսրայելին ժամանակահատված կա մեծ նեղության մեջ, նրանցից դուրս են գալիս մաքրվողները, այսինքն նրանք այդ նեղության մեջ են ապաշխարում։
Եվ սա ինչ որ առումով 5 կտակարանի շնորհքի սկզբունքն է, բայց պատժի մեջից նրան շնորհքով ազատել է։ Այս սկզբունքը նաև ամբողջանում է, այսինքն այդ մարգարեությունը 5 կտականում, որ պատժի մեջ կազատեմ ձեզ, նույնպես ամբողջանում արդեն այս մեծ նեղության մեջ Իսրայելի սպիտակ հանդերձներով դուրս գալու մասին։ Եվ կարևորը նայեք սա։ Եվ հետաքրքիր է, որ երբ որ մենք վերցնում ենք Հովանու ավետարանի 17-15 համարը եւ զուգահեռ եւ տեսանք, որ այդ արգումենտ ամբողջական չի, կա ավելի կարևոր մի արգումենտ, որը համահունչ է։ Ճիշտ է, այնտեղ խոսքը չի գնում տերեզո բառի մեջ, պահել, այլ ազատիր, սոզո բառն է, բայց նույն համատեքստը համահունչ է։ Եկեք անդրադառնանք սրան։ Հովանու 12:20, որ Հիսուս Քրիստոսը իր չարչարանքից առաջ աղոթում է Հորը։ Հիշում եք ինքը ինչ է ասում։ Ասում է Տեր, եթե կարելի է այս գավաթը ինձանից անցնի, ես չմտնեմ այդ դրա մեջ, բայց ոչ թե ինչպես իմ ուզելով, իմ կամքով, այլ ինչպես քո կամքն է, բայց ինքը աղոթում է, որպեսզի ազատվի այդ ժամից, տեսեք, ոչ թե ազատվի այդ չարչարանքի մեջ, այլ այդ ժամից ազատվի։ Այստեղ ուղղակի համահունչ է, որ Քրիստոսը նույնպես խնդրում է, որ եթե կարելի է, եթե Հայր քո կամքն է, եթե կլինի այդպես քո կամքի մեջ, ինձ ազատի չմտնեմ այդ ժամի մեջ։ Բայց ոչ թե ինչպես ես, այլ ինչպես դու։ Եվ ինքը որպես մարդ աղաչում է, որտեղ մարդու համար անբնական է մահը։ Մարդը սիրում է կյանքը։ Դա համար Քրիստոսը կատարել է որպես մարդ աղոթում է Հորը։ Հիմա տեսեք, եկեք անդրադառնանք այդ հատվածին։ Հովանու 12:27։ Հիմա իմ անձը խռոված է, եւ ինչ ասեմ, Հայր, ազատիր ինձ այս ժամից։ Նորից եմ ասում, այստեղ պահել բառու փոխարեն սոզո է, ազատիր, մեր հատվածում տերեզո բառն է պահել, բայց ամեն դեպքում համատեքստն է նման, որ նույնպես չի ուզում մտնի այդ ժամի մեջ, ինչպես մեր հատվածում այդ ժամից պահում է, չի թողում, որ մտնեն այդ ժամի մեջ։ Հիմա իմ անձը խռոված է, ինչ ասեմ, Հայր, ազատիր ինձ այս ժամից, սակայն իսկ սրա համար եկա այս ժամի մեջ։ Այս ժամի համար ես եկա։ Ուրեմն տեսեք, այստեղ նույնպես ինչ ենք տեսնում, յուրահատուկ ժամանակահատված, Աստծո ծրագրի մեջ Քրիստոսի համար պատրաստված։ Հիմա Քրիստոսի ընդհանուր այդ երկրային ծառայության մեջ Քրիստոսը չարչարվում էր, այո, տարբեր նրանց ուղակի մեջ էին գցում, ամեն դեպքում փորձում էին, ամեն դեպքում նրան հակառակվեին։ Հիմա եւ նաեւ նրա աշակերտներին, հետագայում նաեւ դրա համար Հիսուսն ասում է նրանց պահի չարից, այսինքն այդ գայթակղությունից չարի։ Ամեն դեպքում տեսնում ենք, որ կա յուրահատուկ ժամ նաեւ Քրիստոսի համար, եւ ասում է այդ ժամի համար ես եկա։ Սա յուրահատուկ ժամ է։ Այդ ժամի համար եկա։ Այսինքն ընդհանուր Քրիստոսի ընթացքի մեջ կա յուրահատուկ չարչարվելու ժամանակահատված։ Եվ ասում է պահի ինձ, այսինքն համահունչ է, նմանություն կա, ես էլ քեզ կպահեմ այդ ժամից, չեմ թողա մտնես այդ, բայց Քրիստոսի պարագայում Քրիստոսը ասում է, թե կարելի է այդ ժամից պահի, բայց մենք տեսնում ենք, որ Քրիստոսը համաձայնվում է այդ ժամի մեջ մտնելու, որտեղ դա փրկության ծրագրի կատարումն է։ Մյուսը, սա նույնպես կարևոր է, որ մենք հասկանանք։ Ամեն դեպքում բնական ենք, մենք այդ մեր հատվածում տեսնում ենք բնականա պրետրեբլուցիանիզմ, այսինքն հափշտակությունը կատարվում է ամբողջությամբ մեծ նեղությունից առաջ, վերցվում է եկեղեցին, որպես Աստծո ժողովուրդ, որպես արդեն հալածվող ժողովուրդ, վերցվում է եւ Աստծո կողմից թույլ չի տրվում, որ նա մտնի այդ բարկության տակ, որ պիտի թափի։ Որտեղ նորից եմ ասում, շատ կարևոր է, հնարավորություն կա, որ Քրիստոսը իր շնորհքով պահի հավատացյալին աշխարհի չարչարանքից գայթակղությունից, բայց այդ բարկության տակ մտնելուց այնպես չի, որ կարկուտը 42 կիլոգրամ խփելու է անհավատին, հավատացյալին չի կպնելու։ Այդ բարկության տակ մտնողի բոլորի վրա է գալու այդ բարկությունը։ Բոլորն են հիվանդ եւ դրա համար մենք ասում ենք, որ Իսրայելը մեծ նեղության միջով է անցնելու։ Իսրայելը այդտեղ է փրկվելու։ Հակա Քրիստոսը նրան հալածելու է։ Նա այդ հալածանքի մեջ է Քրիստոսին ընդունելու եւ լվացվելու գառի արյունով։ Սրանք տարբեր հասկացողություն։ Իսկ եկեղեցին արդեն իսկ հալածվող եկեղեցին է, արդեն իսկ այն վերցվում է եւ չի մտնում Աստծո բարկության տակ։ Եվ կարևոր մի սկզբունք նաեւ մեր հատվածի, տեսեք, ընդհանուր մեր հայտնության 3-10-ից անմիջապես հետո առավել ամրացնող արգումենտ կա, երբ որ Քրիստոսը խոսում է, ուշադիր նայեք, ես շաղկապը ցույց կտամ ձեզ, ուշադիր նայեք, որովհետև իմ համբերության խոսքը պահեցիր, ես էլ քեզ կպահեմ այն փորձության ժամիցը, որ գալու է այս աշխարհի վրա, որ փորձե երկրի վրա բնակվողին եւ անմիջապես հետևից։ Ահա ես գալիս եմ շուտով։ Այսինքն ահա ես գալիս եմ շուտով բառը, եւ մենք հիշում եք շեշտեցինք, որ մեր հայտնության գրքի գլխավոր միտքը, գլխավոր նպատակը Քրիստոսի գալուստն է։
Եվ ահա ես գալու, այսինքն այս ընդհանուր Ֆիլադելֆիայի հավատարիմ եկեղեցու ուղղված խոստումի մեջ ամբողջանում է գլխավոր թեզիսը հայտնության գրքի։ Ես գալիս եմ եւ ասում եմ, քանի որ ես գալիս եմ շուտով, քեզ կպահեմ, որ դու չմտնես այդ ժամի մեջ։ Եվ գալիս եմ եւ 4-ից 16 գլուխներում տեսնում ենք ինչա թափվում երկրի վրա։ Այսինքն շատ բնական է, երբ որ ինքը շեշտում է, ահա ես գալիս եմ շուտով։ Չի ասում ես գալիս եմ ընդհանրապես, ես գալիս եմ շուտով գալիս եմ։ Այսինքն եթե հավատացյալները լսում էին այդ խոստումը, որ կպահի իրենց եւ անմիջապես հետևից ահա ես գալիս եմ շուտով, ինչ էին ակնկալում։ Նրանց առաջնային ակնկալությունն ինչն է։ Տերը գալիս է մեզ վերցնելու, որ չմտնենք այդ բարկության տակ։ Սա բնական է արդեն դառնում։ Իսկ նա արդեն մենք արգումենտները հարմարեցնում ենք, մանավանդ որ տարբեր համատեքստեր են։ Տեսեք, ուրեմն եթե մենք ամբողջացնենք այս խոստումը իզուրա, ազատելու խոստումը իզուրա, եթե եկեղեցին պիտի մտնի մեծ նեղության մեջ, եթե եկեղեցին պիտի մտնի Աստծո բարկության տակ, դրա համար մենք ունենք նաև այլ հատվածներ, որտեղ հիշում եք Եսայիասին, որ ընդհանուր աստվածաշնչյան ուսումնասիրությունը չի հիմնվում մի հատվածի վրա, այլ տարբեր արգումենտներ, եւ տարբեր արգումենտները պետք է լինեն համահունչ, համատեքստ, կոնտեքստը պետք է համընկնի, ինչպես ես արդեն բերեցի Հովանու 12, որտեղ Հիսուսը ինձ ազատի այս ժամից, բայց ոչ թե ինչպես ես եմ ուզում, այլ ինչպես դու, նման է, համատեքստը նույնն է։ Ամեն դեպքում, բայց այն համատեքստը, որ պահի մեջ չարից, նման չի, այն ուրիշ համատեքստ, այն արդեն չարչարանքը եղած ժամանակ, սատանայի չարչարանքից պահի եւ հոգեվոր առումով։ Իսկ այնտեղ նյութական բարկության թափվելն է, ապագա գալիքն է եւ նաեւ կարևորը հոգեվոր առումով, այսինքն ներողություն եւ նաեւ Աստծո փորձությունն է, ոչ թե սատանայի գայթակղությունը։ Ամեն դեպքում մենք տեսնում ենք, որ բնական է ավելի մեծ նեղությունից անմիջապես առաջ եկեղեցու վերցվել։ Եվ այս հատվածը հանդիսանում է մխիթարական խոստում հավատարիմ եկեղեցուն։ Եվ մենք ունենք առաջի Թեսաղոնիկեցիս, որը նույնպես ինչ որ առումով հանդիսանում է քաջալերական սուրբերին այն կոչումի մեջ վարվելու քաջալերանք եւ մխիթարական խոսք է, երբ որ առաջի Թեսաղոնիկեցիս 4:12 համարից այն մխիթարական խոսք ասում, չեմ ուզում որ դուք տգետ լինեք ննջեցյալների վրայով եւ խոսքը գնում արդեն հափշտակության մասին Քրիստոսի գալուստի որպեսզի ժողովրդին վերցնի եւ բերելու է իր հետ այն հոգիները, որ արդեն իր մոտ են, որոնք դեռ մարմին չունեն եւ առաջինը նրանք են փառավորյալ մարմնստանով, հետո մենք փոխվելու ենք եւ նրանց հետ անմիջապես Քրիստոս ենք լինելու մինչեւ վերջ եւ անմիջապես այդ հատվածում մենք տեսնում ենք, որ կա մխիթարական խոսք, ինքը մխիթարության առումով, չեմ ուզում որ տգետ լինեք ննջեցյալներով, ինչպես ոմանք, որ հույս չունեն, հույս չունենալ նշանակում է մխիթարություն չունեն։ Դա առաջի Թեսաղոնիկեցիս մենք կարդում ենք 4:16, բայց հիմա կանադառնանք Թեսաղոնիկեցիների 5:8-ից 9, որտեղ նույն սկզբունքը կա, որ Աստված մեզ չի դրել այդ բարկության համար, այլ դրել է փրկության համար։ Եկեք կանադառնանք այս հատվածին եւ ամբողջացնենք։ Առաջի Թեսաղոնիկեցիս 5-րդ գլուխ 8-ից 9, ես մի քիչ վերևից կարդամ 6-ը, ապա ուրեմն չքնենք ուրիշների պես, բայց արթուն եւ զարթուն լինենք, որտեղ նրանք որ քնում են գիշերն են քնում, եւ այստեղ խոսքը գնում է աշխարհի եւ անհավատների մասին, եւ նրանք որ հարբում են գիշերն են հարբում, այսինքն ժամանակահատված կա, տեղ մեկ ցերեկ եւ գիշեր, դուք ցերեկվա որդիներ եք, դուք գիշերինը չեք, եւ անմիջապես, իսկ մենք ցերեկինը լինելով արթուն լինենք, հակած հավատքի եւ սերի զրա եւ փրկության հույսի սաղավարտը, սրանք կարևոր սկզբունքներ, եթե խոսեմ ժամանակը շատ գնա, փրկության հույսը, դա հենց այդ հույսն է, որ մեզ մղում է համբերել չարչարանքների մեջ, դա սաղավարտն է, որ մեզ պահում է։ Հիմա եւ անմիջապես, որովհետեւ Աստված մեզ չդրավ բարկության համար, չդրավ բառը, այն նշանակում է չսահմանեց դրա համար, չդրեց, որ մենք մտնենք դրա տակ, որովհետև Աստված մեզ չդրավ բարկության համար, այլ փրկություն ստանալու համար մեր Տեր Հիսուս Քրիստոսի ձեռով։ Ուրեմն դա որ մեզ համար մեռա, որ թե արթուն լինենք եւ թե քնենք, նրա հետ մեկտեղ ապրենք։ Ամեն դեպքում շատ կարեւոր է, որ մենք ընկալենք, որ մեր հատվածը, որը հանդիսանում է մխիթարական խոսք, այն ամբողջանում է ամբողջական վերցնելով եկեղեցին եւ թույլ չտալով որ այն մտնի Աստծո բարկության տակ։ Ինչ եմ ես շեշտում Աստծո բարկություն, որտեղ մեծ նեղություն է։ Փողերի եւ սկավառակների Աստծո բարկության թափվելը այն ուղակի այդ շրջանն է վերջի Քրիստոսի գալուստից առաջ եւ ահա գալիս եմ շուտով բառը ավելի ամրացնում այն արգումենտը, որ գալիս եմ ձեզ վերցնելու եւ երկրի վրա թափելու իմ բարկությունը։
Տերը ձեզ օրհնի իր փառքի համար, ամեն։ Եկեք անդրադառնանք նորից մեր հատվածին եւ ամբողջացնենք։ Տեսեք, մեր հատվածի մեջ ընթերցում ենք։ Ես կընթերցեմ 9-ից։ Ահա ես տալիս եմ խոստումների բաժին, ահա ես տալիս եմ սատանայի ժողովքից եղողներին, որ իրենց համար ասում են թե հրեա են եւ չեն, այլ սուտ են ասում, ահա կանեմ, ուշադիր նայեք, կարևոր կանեմ նրանց, որ կգան քո ոտների առաջին եւ կերկրպագեն եւ կճանաչեն, թե ես սիրեցի քեզ։ Եվ այս ես սիրեցի քեզը նույնպես ամրացնող արգումենտ է, սիրեցի քեզ եւ քեզ պահեցի այդ ժամից։ Հիմա, որովհետև իմ համբերության խոսքը պահեցիր, ես էլ քեզ կպահեմ այն փորձության ժամից, սա երկրորդ խոստումն է, որ գալու է այս աշխարհի վրա, որ փորձե երկրից վրա բնակվողներին։ Ահա ես գալիս եմ շուտով, պահիր այն, որ ունես, որ ոչ ոք չառնե քո պսակը։ Ներկայում մնա այդպիսի համբերող, որպես դրա համար դու պսակ ունես նաև երկնքում։ Եվ մենք տեսնում ենք, որ հափշտակությունից երկնքում կատարվում է սուրբերի պսակադրությունը կամ գարի հարսանիքը երկնքում, որտեղ Քրիստոսի ատյանի առաջ կանգնում ենք եւ ստանում ենք մեր պսակները։ Եվ սա ամբողջական համահունչ է հայտության գրքի սկզբունքի հետ կամ Աստվածաշնչյան վարդապետության հետ։ Տերը ձեզ օրհնի իր փառքի համար։ Ամեն։